Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նախատեսում է սեպտեմբերից ֆինանսական գրագիտության դասընթացներ անցկացնել ավագ դպրոցների սովորողների ու նրանց ծնողների համար։ Ռեկտոր Արմեն Գրիգորյանի խոսքով Կենտրոնական բանկի ֆինանսական գրագիտության դասընթացների ու միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության հիման վրա ԲՈՒՀ-ը մշակել է ֆինանսական գրագիտության և տեղեկատվական գրագիտության սեփական ծրագիրը։ Որովհետև մեզանում շատ են դեպքերը, երբ որ ֆինանսական գրագիտության բացակայությունը եւ տեղեկատվական անվտանգության հմտությունների բացակայությունը քաղաքացիներին դարձնում է ոնց որ ֆինանսական մեքենայությունների զոհ կամ համացանցում կամ այլ եղանակներով։ Դպրոցներում դասաժամերից հետո առաջարկվելիք դասընթացը կլինի երկօրյա, 2 բաղադրիչով։ Մի մասը կվերաբերի բուն ֆինանսական գրագիտությանը, ֆինանսական տարբեր գործիքների ճանաչողությանը եւ դրանք օգտագործելու որոշակի հմտություններ հաղորդելուն։ Մյուս բաղադրիչը կլինի տեղեկատվական միջավայրում համացանցով ստացվող ֆինանսական տեղեկատվության մասին, թե ինչպես ճիշտ արձագանքել դրան։ Որպեսզի մարդը իմանա ինչին պատասխանի, ինչին չպատասխանի, ինչպիսի մեսիջը բացի, ինչպիսինը իր մեջ արդեն իսկ ռիսկ է պարունակում եւ չբացի եւ նմանատիպ որոշակի բաներ, բացի այդ նաեւ հենց վարկ վերցնելուց, որպեսզի իրանց վարկի տոկոսադրույքը ճիշտ կարողանան պլանավորել, որպեսզի ճիշտ կարողանան պլանավորել իրենց ընտանիքի բյուջեն եւ իրենց վարկունակությունը ներկայում եւ որոշակի թեկուզ կարճատև ապագայում։ Այսպիսի դասընթացներից բացի ֆինանսական կրթությունը ներառված է դպրոցական ծրագրի 4 առարկաներում՝ ես եւ շրջակա աշխարհը, մաթեմատիկա, հանրահաշիվ եւ հասարակագիտություն։ Օրինակ 10-րդ դասարանի հասարակագիտության ծրագրում նրանք ուսումնասիրում են զեղծարարությունների բոլոր տեսակները, սովորում են, թե որ տվյալները չպետք է փոխանցեն ոչ ոքի, եւ թեմաները գնալով բարդանում են, ընդհուպ հասնում մինչեւ ներդրումներ, նրանք ուսումնասիրում են պարտատոմսերի էությունը, բաժնետոմսերի եւ այլն։ Տեղեկատվական այս բազան արտացոլված է նաև Կենտրոնական բանկի կրթական կայքում, որից էլ ըստ Արաքս Մանուչարյանի գործընկերներն օգտվում են իրենց շնորհանդեսների թիրախային խմբերի համար նախատեսված դասընթացներ մշակելիս։ Ֆինանսական կրթության տարբեր նախաձեռնություններ Կենտրոնական բանկն իրականացնում է դեռևս 2007 թվականից, բայց դպրոցներում ֆինանսական կրթությունը ինտեգրվել է 2018-ից։ Ասեմ, որ Կենտրոնական բանկը միայն հանրակրթական դպրոցների այս ծրագրով չէ, որ հասնում է մեր աշակերտներին, օրինակ նախագծային ուսուցումը պարտադիր է դպրոցներում եւ մեր աշակերտները վերցնում են նաեւ ֆինանսական նախագծեր, ենթադրենք որևէ համայնքում խնայելու մշակույթը ցածր է, նրանք վերցնում են այս հիմնախնդիրը, ուսումնասիրում են, հետազոտում են, հարցազրույցներ են իրականացնում, բացահայտում են պատճառները եւ տալիս համապատասխան լուծումներ։ Ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերը Կենտրոնական բանկը գնահատում է արդյունավետ։ 5 տարին մեկ ամբողջ Հայաստանում իրականացնում է բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում, բարոմետր հետազոտություն, եւ նախորդ տարի ամփոփված արդյունքներով ֆինանսական ունակությունների մակարդակը կազմել է 56%, նախորդ հնգամյակի համեմատ աճ կա շուրջ 10%-ով։ Դա ի դեպ ըստ Կենտրոնական բանկի պաշտոնյայի գերազանցել է սահմանված թիրախը։ Նոր ռազմավարությամբ պատրաստվում են սահմանել ավելի մեծ թիրախներ։ Աննա Զախարյան, Սեյրան Անտոնյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։